Վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները ավելի ագրեսիվ են դարձել, սակայն Հայաստանի փոխարտգործնախարար Պարուլ Հովհաննիսյանը լրագրողների այս դիտարկումը փորձեց ոչ թե հերքել, այլ վստահեցրեց, որ դա նոր գործելավոճ չէ, որ նման հայտարարություններ Բաքվից հնչեցվում են որոշակի պարբերականությամբ տարբեր ժամանակահատվածներում։ Direkt ցավոք անցյալից էլ պետք է ասեմ, միշտ որ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել է բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ եւ այլն։ Այսինքն նոր գործելավոճ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։ Այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ է պատկերացնել ակտիվ գործողություններ։ Շարունակում ենք հայության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ։ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախարար Պարուլ Հովհաննիսյանը առաջին անգամ անդրադարձավ Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում անվտանգային ոլորտին, որպես առանձին ուղղություն շեշտելով, որ ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։ Արդեն խոսեցինք, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք 2 տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ, նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ամրապնդմանը եւ էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը։ Ադրբեջանը վերջին 5-6 օրերին համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով եւ փորձում այն վերագրել հայկական կողմին, արձանագրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, Պաշտպանության նախարարության արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն վտանգավոր կրակոցների ժամանակ, պարզ լեզվով ասած նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում։ Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այսօրին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն։ Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին եւ նույն պարբերականությամբ, ինչը եւս ապացուցում է, որ դրանք համակարգային եւ ծրագրավորված բնույթ են կրում։ Պատգամավորն ընդգծում է, Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից Աբրահամյանն առանձնացնում է 3-ը։ Առաջին, սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի տաքացմանը։ Երկրորդ, իր պահանջների կատարման նպատակով ճնշում եւ ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա։ Երրորդ, թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա։ ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է սադրանքի առիթ չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չէ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը եւ սադրանքների գնալու, ապա նա անպայման առիթը կգտնի։ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլիչը Ազերթակին տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ։ Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը, առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու նպատակ ունի վնասել Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությամբ եւ սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները։ Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում եւ քննարկում են Երևանի հետ կապված ցանկացած քայլ։ Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին։ Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տրամադրված 80 տոննա մարդասիրական բեռը հասել է Հալեբ, գրել է սիրիացի լրագրող Հովհաննես Շահարյանը X-ում։ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ եւ բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի եւ ճգնաժամի հետևանքները։ Մարգարե անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվել է մարտի 25 կառավարության նիստում։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև Մարգարե Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարիկամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայում կարիքավորներին, այլ նաեւ ցույց է տալիս երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը եւ նպաստում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղված ջանքերին։ Այս մասին ասված է Եվրոպական միության տարածած հաղորդագրության մեջ։
Մարտի 24-ից 25-ի պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Մարտի 25-ին արտգործնախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի եւ նրա իրանցի գործընկերոջ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը։ Այցի շրջանակներում կկայանա նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում էր։ Թբիլիսիում տեղի ունեցել վարչապետի առանձնազրույցը վրացի գործընկերոջ հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինի X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը եւ ֆրանսերենի հանդեպ սերը։ Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող ֆրանկոֆոնիայի շատ ակտիվ մշակութային կենտրոն գրել է նա։ Սյունիքը Հայաստանի տարածքի անկախտելի մասն է, մարզի բնակիչներ իրավունք ունեն ապրելու խաղաղ առանց մտահոգության եւ սպառնալիքների, գրել է ֆրանսիացի դիվանագետը։ Քաղաքապետարանի մոտ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել վարդաշենցիները, պահանջելով, որ քաղաքապետարանից իջնեն իրենց մոտ եւ պատասխանեն իրենց հարցերին։ Ակցիայի մասնակիցները վստահեցրել են, եթե պետք լինի, նստացույց կանեն։ Նախորդ անգամ բնակիչները հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի եւ կառավարության դիմաց։ Քաղաքապետարանից պատասխանել հստակ չեն կարող ասել, թե խնդիրը երբ կլուծվի, պետք է համբերել։ Մեր համար հիմքը կարևորը նա է, որ երբ որ իրանք որոշումը կա այն դեպքում, երբ որ ասեն, տեսեք ժողովուրդ, ձեր տարհանման գործընթացը սկսվում է։ Այ դա է։ Հիմքը դա է, մեր բոլորի հիմքը միայն հիմա դա է, որ տարհանման որոշումը ձեռքները լինի, որ ասեն ֆինանսավորել են, վերաբնակեցման աշխատանքները սկսել են։ Հիմա մենք բոլորս ժողովուրդ գնում ենք կառավարություն։ Գնացինք։ Կառավարությունը, տեսնենք կառավարությունը մեզ ինչա պատասխանում։ Գնում գալիս, ամեն անգամ չի կարելի։ Չէ, չի կարելի եւ վերջ։ Մարդու տնից կոյուղա ջուրը լցվել է տունը, տնտան պատերից դուրս է գալիս։ Թող իրանք միջոցներ ձեռնարկեն։ Մարդն ասում է, եթե ես այդ քանդեմ, կարող շենքը նստի։ Այո։ Մենք ասում ենք Չէ, ասում ձեր գործն, ձեր իրավունքն է։ Մենք լսեք չենք գնա, բայց չէ, մենք չենք լսում ոչ մեկին, ունենք սեփական կարծիք։ Եվ ուղղակի Չի որ համեստություն անենք չգնանք կառավարություն ավելի լավ չեն ընթառաջի, քան Չէ, չեն ընթառաջում։ Փաստացի չեն ընթառաջում։ ասել են 2 ամիս հետո կպատասխանեք, չէ։ Հա, գնանք 2 ամիս տենանք ով ամեռնումով, ասաղ մնում։ Դե 2 ամիսում մեծ ժամանակ չի, ժողովուրդ։ Դե շատ մեծ ժամանակա մենք Ձեզ առաջարկում են։ Մենք չգիտենք ապրենք թե չէ։ Մի րոպե։ Մենք ենք ընդդել սեղը, մեր չի գոհացել, մենք ենք կարող։ Ոչ մի 2 ամիս վարչ դրեցին գտնեք, կառավարություն։ Ամբողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության եւ ոստիկանական ուժերի միջև։ Առաջիկա օրերին իրավիճակը շարունակվելու է լարված մնալ, գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Մեկ այլ հետաքրքիր դրվագ է ըստ թուրքագետի հեռուստարադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը Ertürk-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը։ Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը եւ վերջին տասնամյակում հետեւողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ։ Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող հանրային հեռուստաընկերությունը ոչ մի րոպե լուրջ չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել եւ մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։ Կիրակի ժողովրդահանրապետական կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության տեխնացու են ընտրել Իմամօղլուին։ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պրայմերիզում Ստամբուլի պաշտոնան կարված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում։ Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին եւ ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ, գրավելով հանրային տարածքը։ Ըստ որոշ աղբյուրների իշխանությունները սպառնացել են զանգվածային լրատվամիջոցներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։
Ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է որպես արդյունավետ եւ նպատակային։ Քննարկվել են առանցքային հարցեր, այդ թվում էներգետիկային առնչվող քննարկումները տևել են մոտ 5 ժամ ընդմիջումներով։ Այսօր Ռիադում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ անցկացվել են ռուսաստանցի եւ ամերիկացի փորձագետների միջեւ։